Ուզում եմ ասեմ, որ իրա սիրո պատճառը դու ես։ Ասա ես եմ։ Իհարկե, նաև կողքիդ մարդն է, որ պատճառ դարա, որ Քրիստոսը ներկա լինի այստեղ։ Առանց դրա չի լինում։ Ու ես այնքան սիրում եմ մեր եկեղեցին։ Այնքան հիասքանչ, այնքան ուրախանում եմ ամեն մեկով։ Փառք ամենակարող Աստծուն։ Ամեն։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Իմ ձեռը մեխ է, մոտավորապես այն ժամանակվա։ Հիմիկվա մեխերը նկատել եք ինչ սահուն են, յուղած են, որ շատ հեշտ գնան, բայց այն ժամանակվա մեխերը քյարթ, ժանգոտ, շատ անսամտ, շատ մեծ, անհարմար, հա։ Ու պատկերացնում ես, ինձ ցավալի էր։ Փառք Աստծուն իր որդու համար, Հիսուս Քրիստոսի համար, որ համաձայնվեց այդ ճանապարհը անցնելու։ Գիտեք, որ մտածում ես, ասում ես, սերը մարդ դառավ, սերը մարդկային մարմին հագավ, սերը ստեղծեց ինձ ու քեզ, սերը որոշեց մարդկանց օրինակ լինի, եկավ ու մարդկանց մեջ քայլեց։ Քայլեց այնպես, ինչպես որ հարկն է, որ պետքա քայլեր, որ ես ու դու սովորենք, այդպես քայլենք մարդկանց մեջ, այդպես ներենք եւ սիրենք, այդպես առաջնորդվենք իր ամեն մի ասած խոսքով։ Ասեց, ինչ ասում եմ չեն հասկանում, միգուցե գնամ ու ցույց տամ, ոնց պետք է ապրեն երկրի վրա։ Աստված մարդացավ, մարդու կերպարանքով ապրեց իմ ու քո կողքին։ Ապրեց այնպես, որ օրինակ լինի իմ ու քո համար։ Մենք էլ կարողանանք այդպես ապրենք, այդպես ներենք, այդպես սիրենք։ Եվ բոլորս ասեցինք ամեն, փառք Աստծուն։ Այնքան հետաքրքիր տեղ Աստվածաշնչի մեջ գրած, Եսայի 9:6 ասում է, հզոր Աստված։ Մեզ մի մանուկ տրվեցավ, մի մանուկ ծնվեցավ, որը հզոր Աստված։ Ասում ես, Աստծո ողջ էությունը մի փոքր մարմնի մեջ տեղավորվեց։ Պատկերացնում ես, այսօր Տիրոջ հոգու մեծությունը տեղավորվում է քո կամ իմ մեջ։ Ինչի համար մտածի։ Որն էր Աստծո գերագույն նպատակը։ Գիտես, ես հավատում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ չեն հավատում Հիսուսի աստվածությանը, կուզենային, որ այդ տողերը չլիներ Աստվածաշնչի մեջ։ Եսայի մարգարեն հանկարծ այդպիսի բան ասած չլներ, կամ էլ միգուցե գտած չլնեին այդ տողերը։ Բայց միևնույն է, մենք տեսնում ենք վերջում Թովմասը հաստատում ասում է, իմ Տեր եւ իմ Աստված։ Գիտես, ուզում եմ միտեղ կարդամ, որ նույնպես երևի աշխարհի վրայի բոլոր հրյաները պատրաստ են վերացնեն ամենը, մենակ այս տեղը չլիներ։ Ուզում եմ կարդամ այս տեղը. Ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որովհետև նա մի մատաղատունկի պես դուրս եկավ եւ նրա առաջին եւ արմատի պես ծարավատ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն։ Եվ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված եւ մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավերի տեղյակ եղավ։ Եվ մի այնպիսին, որից պետք էր երեսը ծածկել, անարգված էր։ Մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի, նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վշտերը բևեռեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք։ Յուրաքանչյուրս իր ճանապարհին դարավ եւ Տերը նրան վրա դրավ մեր ամենքի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, բայց իր բերանը
չբացավ։ Ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջ, այնպես իր բերանը չբացավ։ Կալանքից եւ դատապարտությունից վեր առնվեցավ, եւ նրա ազգատոհը ով կարող է պատմել, որովհետեւ նա կտրվեցավ կենդանիների երկրից, մի ժողովրդի մեղքերի համար նա զարկվեցավ։ Եվ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը, ըստ որում նա զրկողություն չէր արել, եւ խաբեություն չկար նրա բերանում, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավացնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհ արավ։ Նա պիտի սերուն տեսնե եւ օրերը երկարացնե, եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողե նրա ձեռքով։ Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա, իր գիտությամբ պիտի արդարացնե իր արդար ծառան շատերին, որովհետև նրանց անօրենությունը ինքը կրեց։ Այսօր ես ու դու ենք իր աշխատության պտուղը։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզորների հետ ավար պիտի բաժանե, նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան եւ հանցանքների հետ հաշտվեցավ, եւ նա շատերի մեղքերը վեր առավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Փառք ամենակարող Աստծուն այս խոսքերի համար։ Գիտեք, այս խոսքերը երբ էր գրվել, մինչև Քրիստոսի ծնվելը 4 դար առաջ, մոտավորապես 400 տարի առաջ, գրվել էր հատ առ հատ, ոնց որ գրված լիներ այն օրը, երբ որ սա կատարվեցավ։ Ամեն բան շատ պատկերավոր, ամեն ինչից շատ տեղյակ Եսայի մարգարեն գրեց այս տողերը։ Ոնց որ թե ժամանակները տեսնելով փոխանցում էր այդ ժամանակները թղթի վրա։ Իմ ու քո համար, մեր անօրենությունների համար, մեր մեղքերի համար միջնորդ դառավ Քրիստոսը։ Քրիստոսը նապաստակ չի, Քրիստոսը կուլիշ չի, ոչ էլ ներկաս ձվեր են։ Քրիստոսը կենդանի Աստված, սերը մարմնացավ եւ իմ ու քո հետ մտերմություն ստեղծեց հոր առաջին։ Դարձավ միջնորդ մարդ Հիսուս Քրիստոսը։ Չկա ուրիշ մեկը բացի նրանցից։ Քան որ կան։ Գիտես, եւս մի տեղ եմ ուզում քո համար կարդամ Մատթեոսի 27:21։ Եվ կուսակալը պատասխանեց եւ ասեց նրանց. այս երկուսին որին եք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եվ նրանք ասեցին Բարաբային։ Գիտես, Հիսուս Քրիստոսը անմեղը մեղավորների համար կանգնած էր կայսրի առաջ, կանգնած էր դատաստանի առաջ ու դատապարտվում էր մի բանի համար, որ չէր արել, իմ ու քո մեղքերի համար, ու հարց տվեց քահանաներին, դպիրներին, փարիսեցիներին, որին եք ուզում արձակ, ազատեմ, արձակեմ, որին եք ուզում, Իզարմանս իրան, Պիղատոսն ասեց նրանց, ապա ինչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում, ամենքը ասեցին, թող խաչվի։ Ում արձակեմ, Բարաբային, բա Քրիստոսին ինչ անեմ, խաչի, ում փոխարեն, Բարաբայի։ Այնքան ուժեղ էր այս տողերը, երբ որ երեք ես կարդում էի, ասում են, ինչ անեմ մհերին ու Քրիստոսին, ամբողը բղավում էր, ազատի մհերին, ասում բա ինչ անեմ Քրիստոսին, ասում խաչի Քրիստոսին, այսօր մհերի անունի տեղը քո անունը դիր, այսօր Բարաբայի անունի փոխարեն քո անունը դիր, ինչ անեմ ես մեղավոր մհերին, ազատ արձակիր, մի անմեղը մեղավորի համար խաչվեց, Քրիստոսը Աստված մարդկության համար խաչվեց,
իր ստեղծած մարդկանց ձեռքով, իմ ու քո ձեռքով։ Մեր մեղքերի փոխարեն բարձացավ խաչը, որ այսօր մենք չմահանանք։ Նա մահացավ խաչի վրա, որ դու ունենաս կյանք։ Նա կտրվեց հորից, որովհետև ասեց. հայր, ինչի թողեցիր ինձ, որ դու հորից չկտրվես։ Նա աղքատացավ խաչի վրա, որ դու հարուստ լինես։ Նա վերցրեց իր ցավերը, քո ցավերը իր վրա, որ դու առողջ լինես։ Նա անեծք դառավ, որ դու անեծքից ազատ լինես։ Նա մահացավ մարմնով, բայց ոչ հոգով, որ դու կենդանի լինես հավիտյան։ Տեսեք ինչ արեց Քրիստոսը։ Դա ուղղակի ձվեր չեն, դա ուղղակի նապաստակ չի։ Դա Աստծո կենդանի զոհն էր իմ ու քո համար։ Իր որդուն զոհեց, որ ես ու դու ունենանք կյանք եւ ավելիով։ Ասում եմ, ում ազատենք, ժողովուրդը ամբողը գոռում էին Բարաբային։ Այս ամբողը գիտեր Աստծո խոսքը, այս ամբողը կարդում էր Աստծո խոսքը, բայց միևնույնն է խաչեց Քրիստոսին։ Գիտես, այսօր ես ու դու էլ ունենք Աստծո խոսքը, այսօր ես ու դու էլ ունենք Աստծուն մեր կյանքերի մեջ, սովորենք իրար ներել, սովորենք իրար բաց թողել, ազատ արձակել, ոնց որ այդ ոտանավորի մեջ էր։ Ամեն։ Սա մեծ բան է, որ արեց Քրիստոսը, օրինակ լինելով իմ ու քո համար։ Ինքան կարևոր է, որ մենք էլ կարողանանք վարվենք այդպես, ոնց որ ինքն էր վարվում։ Հիշում եք իրար խաչողների համար ինչ էր ասում խաչի վրայից։ Հայր, ների սրանց, չեն հասկանում, ինչ են անում։ Թող սա իրանց համար մեղք չհամարվի, ասում էր Ստեփանոսը, երբ որ իրեն քարկոծում էին։ Ահա թե ոնց պետք է լինեն Քրիստոսին հետևողները։ Ահա թե որն են ճշմարիտ քրիստոնյաները։ Գիտես, ինքը անցավ մի ճանապարհ, որով այսօր մենք ենք անցնում։ Մենք ենք որոշում ինչպես անցնենք։ Մենք ենք որոշում գորանք խաչի դրան, թե բաց թող դրան։ Ամեն։ Դու այստեղ ես։ Դա խաչը սուրբ տեղ չէր։ Խաչը լավ տեղ չէր։ Խաչը դա ռոմեական պատժամիջոցներից մեկն էր, ամենադաժան։ Երբ որ մարդուն խաչում էին, մանավանդ Հիսուսին 41 պակաս հարվածեցին։ 40-րդին մարդը մահանում էր, չէր դիմում։ Այսինքն մահից 5 էր պակաս։ Ու այդպես բարձրացրեցին խաչը, որի մեջքի վրա ոչ կաշի կար, ոչ էլ միս էր մնացել, ամբողջ ոսկորները երևում էր։ Խաչի վրա կախված ինքը պետքա շնչեր։ Ամեն շնչվելուց պետքա ոտերի թաթերի վրա ձգվեր։ Ամեն ձգվելուց պատկերացրեք այդ փայտը, որ ոչ լակ կար, ոչ էլ մառերը վրից հանած էր։ Չէր կարում շնչեր։ Ու ամեն շնչելը իր համար դա մի հատ են աշխարհ գնալ ու գալ էր, բայց դա արեց իմ ու քո համար։ Մենք չենք կարող մեր կողքինին ներենք, մենք չենք կարող մեր կողքինին սիրենք, բայց ինքը սովորացրեց, ոնց պետք է սիրենք, ոնց պետք է ներենք։ Ինքը արեց մի բան, նոր մեզանից պահանջեց։ Ուժեղա չէ։ Ասում ինչ հետաքրքիր է։ Աստված ասեց, մարգարեների միջոցով ասեց, հետո ասեց, երև այս մարդիկ չեն հասկանում ես ինչի նկատի ունեմ։ Արի ես մարդանամ, իջնեմ, քայլեմ իրանց մեջ ու իմ օրինակով ցույց տամ ոնց պետք է ապրի մարդը։ Ի սկզբանե որ ստեղծեցի երկինքն ու երկիրը ու մարդուն դրեցի որպես իշխան արարիչ այդ ամեն ինչի վրա, որ արարի ստեղծի, ստեղծագործի, ինչ նպատակի համար արեցի։ Գիտես, եկավ ու այդպես էլ արեց։ Բայց ցավոք սրտի իր ստեղծվածները չընդունեցին իրանց ստեղծողին, արարչին։ Ասին դու եկար խառնեցիր մեր ծրագրերն ու պլանները, առանց քեզ էլ շատ լավ էր։
Ոմանց բիզնեսին խփեց, ոմանց փառքին խփեց, որոշեցին խաչեն արդարին մեղավորների փոխարեն, որպեսզի Եսայի մարգարեության գրվածքը կատարվեր տող առ տող։ Սաղմոսների մեջ կտեսնենք 30 արծաթով կծախվի, ջրի տեղը քացախ կտան, նրա հանդերձների վրա, պատմուճանի վրա։ Սենց ասեմ, զարգը գլորեն իրար մեջ անելու համար։ Գիտես, այսօր մեր ուշադրության կենտրոնը որտեղ է։ Սերը մարմին դառավ, սերը բնակվեց մեր մեջ, սերը ցույց տվեց, ոնց պետք է սիրենք եւ ներենք, սերը ցույց տվեց, ոնց պետք է խոնարհվենք եւ փառաբանենք, սերը ապրեց այնպես մեզ համար, որ մենք էլ այդպես ապրենք։ Ամեն։ Կողոսացիս 2:13 Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերում եւ ձեր մարմնի անթլփատությունում, գիտեք թլփատելը ինչ է։ Երբ որ մասնիկիցդ մի հատված թռնում է։ Այսօր քրիստոնյաները սրտի թլփատություն ունեն։ Այսօր մենք ամեն օր մեր բնավորության գծից մի բան թռցնում ենք։ Ինչ որ մի բան թողում ենք, ինչ որ մի ավել բան, որ մեզ չի տանում դեպի փայլուն ապագան։ Միգուցե նախանց կլինի, միգուցե չարախոսություն կլինի, միգուցե հայություն կլինի, միգուցե գողություն կլինի։ Մի ժամանակ էինք անթլփանտ, այսօր մենք թլփատված ենք։ Այսօր Աստված մեզ ամեն օր թլփատում է իր խոսքով։ Իր հետ կենթանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։ Եվ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրի հրամաններովը, որ մեզ հակառակ էր, եւ նրան վեր առավ մեջտեղից եւ խաչափայտի վրա բևեռեց։ Ամեն հակառակ ձեռագրերը, որ մեր դեմ էր, մի ուրիշ խոսքերով ասած, այն ցուցմունքները, որ գրված էր քո դեմ, մեղադրանքի համար, վերցրեց ու խաչին գամեց։ Ասաց, դա ինքը չի արել, դա ես եմ արել։ Ու քո փոխարեն 15 խոսքը իշխանություններին եւ պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց եւ նրանց հաղթանակեց Իրանում։ Գիտես, դա բացահայտ էր, ամբողջ աշխարհի առաջ էր, դա թաքուն միտեղ չէր։ Տարան խաչեցին, ոչ մեկ չտեսավ, չէ, դա բացահայտ էր։ Իլուր աշխարհին Հիսուսը խաչվեց։ Նրան մերկացրեցին, որ խայտարակեն, բայց խայտարակվեցին ամեն պետություններն ու իշխանությունները, որովհետև անմեղ տեղն էին արել։ Իմ ու քո փոխարեն էին արել, որ այսօր ես ու դու չխայտարակվենք, որ այսօր ես ու դու արդարացված լինենք խաչի վրա կատարված գործի շնորհիվ։ Այնինչ որ արեց Քրիստոսը իմ ու քո համար։ Սա շատ կարևոր է, սիրելիներս։ Սա խաչը մեր քրիստոնեայության կենտրոնում է, դրանից են կողմ աշխարհ չկա։ Բայց ինչի համար դա արեց։ Ինչի համար մահացավ անմեղը մեղավորների փոխարեն։ Որն էր պատճառը այդ մահվան։ Իհարկե սերը։ Իհարկե սերը, ուրիշ ոչ մի բան։ Ով ունի երեխաներ։ Ինչ որ մի բան որ անում ես, որն է պատճառը։ Սիրում ես, դրա համար էլ անում ես։ Ամեն։ Գիտենք, որ երրորդ օրը Աստված հարություն տվեց նրան։ Չէ՞։ Աստված նրա հետ էր։ Առաջին Կորինթացիս 15:4 Եվ եթե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ, եւ թե երևեցավ Կեփասին, հետո այն 12-ին, հետո երևացավ 500-ից ավելի եղբայրներին մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին, եւ հետո երևեցավ Հակոբին, հետո բոլոր առաքյալներին։ Գրողը ասում է, վերջում ինչպես մի վիժվածքի ինձ էլ երևեցավ։ Հիսուս Քրիստոսը հարություն առավ ու հենց այնպես չգնաց։ Հարություն առնելուց հետո
Հետո եկավ իր ընտանիքի հետ հանդիպման, հետո եկավ իր եղբայրներին երևաց, քույրերին երևաց, հետո եկավ ամեն մեկին երևաց։ Մի քանի տեղ գրված է, որ մեղր կերավ, ձուկ կերավ, հաց կերավ, ասեց ես հոգի չեմ, մարմին եմ, եկեք ձեռ տվեք։ Որն էր իր նպատակը հարություն առնելուց հետո երևալը աշակերտներին։ Գիտեք, եթե ավետարանները կարդում եք գրած է, երկուսը գնում էին Էմաուս, ոնց որ պիշմայից մարդիկ կլեին, ոտով գնային պիշմա, մեր հովին խաչեցին, մենք էլ մտածում էինք միսիան ինքն է, ռոմեացիների ձեռքից մեզ ազատելու է, բայց սխալվեցինք, գնանք հետ մեր երկիրը, մեր գործին։ Պետրոսը ձկնորս էր, Հովհաննեսին վերցրեց, մյուս եղբայրներին վերցրեց, ասեց գնացինք ձուկ բռնելու։ Մեկ էլ Էմաուսի ճանապարհի վրա հանգարց մի անծանոթ մարդ մոտեցավ, ասեց ինչի եք տրտմե ժողովուրդ։ Այդ մենակ դու խաբար չես, այ ախպեր ջան, մեր հովին բռնեցին ու խաչեցին։ Հիսուս Քրիստոսին Osma սկսեց գրքերը պատմել, ամեն բան սկզբից նորից սկսեց, 3 տարի սովորացրել էր, այդ մի օրն էլ հատկացրեց հարությունից հետո իրանց սովորացնելու։ Հետո հայտնվեց Պետրոսին, որ ձուկ էին բռնում ու ոչինչ չէին բռնում, առանց Քրիստոս դժվար է փող աշխատելը։ Ու ասեց տղեկ, մի բան բռնել եք, ափից գոռաց, ձկնորսները իրար կհասկանան։ Միտեղ եթում ես 100 վրաս գնում ասում ինչով եք բռնում, մեզ թողում է գնում ձկնորսների հետ անստում, ձկնորսները սիրում են ձուկ բռնել։ Մեկ էլ ասի չէ, ոչ մի բան չենք բռնել։ Կարող է մտքի մեջ ասում են դու իր պակաստենում ես անհաջողությունը նստել է վրեկներս չեն կարող ոչ մի բան բռնենք, դու էլ այդտեղից ջղայնացնում ես մեզ, քեզ ինչ բռնել ենք թե չենք բռնել։ Մեկ էլ Հիսուսը գոռում է հələ ուրկանը լոտկի են կողմը գցեք։ Ու երբ որ գցեցին, չէին կարող հանեին, հասկացան, որ Տերն է։ Եկան, տեսան, ածուխը վառած, վրեն էլ ձուկը բռնած, իրանց համար կերակուր է պատրաստում։ Դու տիրոջ գործը արա, Տերը քո գործը կանի։ Քո կերակուրը իր ժամանակին կպատրաստի, մի անհանգստացի։ Գիտես, մի նպատակ ուներ Քրիստոսի հարությունը ու ամեն օր աշակերտների հետ շփվելը։ Մատթեոս 28:2 Եվ ահա մեծ շարժ եղավ, երբ որ գնացին գերեզմանոց։ Գիտեք, չէ՞, թաղվեց Հիսուսը։ Որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց դռնիցը այն քարը հեռու թավալեց եւ նրա վրա նստեց։ Այսօր այնտեղ ունենք գերեզմանոց ու գերեզմանի քար։ Դա մենակ հրեշտակը կարող է տենց թավալել։ Եվ նրա կերպարանքը փայլակի պես էր, եւ նրա հագուստը ձյունի պես սպիտակ, եւ նրան ահիցը պահապանները շփոթվեցան եւ մեռելի նման եղան, եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց կանանց. Մի վախենաք դուք, գիտեմ որ խաչված Քրիստոսին եք որոնում։ Պահակները վարձած էին, բայց կանայք եկել էին իրականից գերեզմանոց իրանց տիրոջ մոտ, հրեշտակ ասում է դուք մի վախեցեք, նրանք մեռելի պես ընկել են։ Դուք մի վախեցեք, որովհետև Քրիստոսին եք որոնում։ Այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասեց, եկեք տեսեք այնտեղը, որ Տերը պառկած էր։ Չեք հավատում, եկեք տեսեք, հարություն առե։ Ժողովուրդ, Քրիստոսը հարություն առե։ Այսօր մենք հավատում ենք կենդանի Աստծուն, ով որ մարդացավ, մահացավ եւ հարություն առավ։ Իմ ու քո մեղքերի պատճառով։ Պատկերացնում ես։ Պետրոսի թղթերում ասում է գնաց Նոյի ժամանակվա մարկանց քարոզելու 3 օր քարոզեց։ Պատկերացնում ես, քո մեղքերը թողված է։ Մի բան, որ ոչ մեկ չէր կարող անել, Աստված արեց։ Չենք պատկերացնում իր զոհի մեծությունը։ Երբ որ գնում էին, որ նա աշակերտներին պատմեն, ահա Հիսուսը պատահեց նրանց եւ ասեց. Ողջույն ձեզ։ Նրանք մոտ եկան, նրա ոտները բռնեցին եւ նրան երկրպագություն արեցին։ Մարդիկ, որ քայլում էին Քրիստոսի հետ, շատ ժամանակ չէին ճանաչում։ Ճանաչելուց հետո վախենում էին եւ ապշում էին։
երկրպագում էին ու մեծանում էին։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրումս։ Ամեն բան Աստծո ձեռը տրվեցավ խաչից հետո։ Ասա ամեն բան։ Ու հիմա հարություն առնելու նպատակը։ Ուրեմն գնացեք բոլոր աշխարհը աշակերտեցեք, նրանց մկրտելով հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչեւ աշխարհի վերջը։ Եվ բոլորս ասենք ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես, քահանաները վարձեցին իրանց զինվորներին, ասեցին գնացեք ասեք, որ մարմինը գողացել են, հանկարծ չասեք, որ հարությունը առե։ Նրանք գնացին ու այդպես էլ ասեցին։ Աշակերտները հիասթափվել էին, գնացին ամեն մեկը իր գործին, բայց Հիսուս եկավ նորից բոլորին հավաքեց մեկտեղ, սովորացրեց, կրթեց, ասեց, ինչ որ ասում էի ուժի մեջ է, ինչ որ ասում էի գործում է, դա այդպես պետք է լիներ, որ ամեն իշխանություն ինձ տրվեր, որ այդ իշխանությունը փոխանցեմ ձեզ, որ գնաք ամբողջ աշխարհը ավետարանեք, աշակերտեք եւ մկրտեք հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Պատկերացնում ես Աստծո ծրագիրը։ Սատանան մտածում էր Հիսուսին խաչեց, սպանեց, պրծավ այդ Սուրբից, պրծավ այդ արդարից, բայց չգիտեր, որ իր խնդիրների սկիզբը սկսվեց։ Չգիտեր, որ այսօր սուրբերը շատանալու են։ Չգիտեր, որ այսօր Աստծո զավակները ամենուրեք են լինելու։ Այն վաղ մենակ Քրիստոսն էր, այսօր հազարավոր ու միլիոնավոր են դարել։ Չգիտեր, որ դա իր անկումն էր, իր խայտարակության սկիզբն էր։ Աստված միշտ մի քայլ առաջ է։ Ինքը մտածում էր վերջապես, բաց թողեք այդ մեղավորին առանց էլ ինձ ծառայում, խաչեք այս Սուրբին, կյանքս կերել է գիշեր-ցերեկ իր աղոթերով ինձ հանգիստ չի տալի, վերջապես խաչեցին Քրիստոսին, գերեզմանն էլ չկարացավ նրան պահել, որովհետև նա էր պահում գերեզմանը, դժոխքն էլ չկարացավ նրան պահել, դուրս եկավ, ուժով եւ զորությունով, դուրս եկավ ողջ իշխանությունով ու կարողությունով, ասեց մահվան ու կյանքի բանալիները ինձ տրվեցավ։ Ում ուզում եմ նրան է տալիս եմ։ Ինչ ուժեղա չէ ժողովուրդ։ Ասում ես, միգուցե մարդիկ հավատային, միգուցե աշակերտներն էլ հավատային, որ Քրիստոսը մահացավ, չնայած սովորացնում էր, որ հարություն պետք է առնեմ։ Այսօր են ասում Քրիստոսը չի խաչվե ոմանք։ Եթե Քրիստոսը չի խաչվե, առաքյալները եւ հազարավոր ու միլիոնավոր մարդիկ մահանում են Քրիստոսի անվան համար, հո դրանք հիմարներ չեն։ Դրանք մարդիկ են, ովքեր հանդիպել են Քրիստոսին։ Եթե Պետրոսը գիտեր Քրիստոսը խաչվեց, մահացավ եւ հարություն չի առե, որն էր իմաստը կյանքի գինը դնելու այդ ուսմունքը տարածելու համար, որն էր մյուս առաքյալների, աշակերտների հետապնդման պատճառը, եթե հարություն չի առե, մահանալ Քրիստոսի անվան համար, ոմանց նետով սպանեցին, ոմանց սրով, ոմանց սղոցեցին, ոմանց վառեցին, ոմանց խեղդեցին, ոմանց գազանների բաժին սարքեցին։ Որն էր պատճառը։ Սերը, Քրիստոսը։ Ամեն։ Դու այստեղ ես։ Այսօր այդ Քրիստոսի հետ հաղորդ ենք լինելու։ Հաղորդություն ենք ունենալու։ Ղուկասի 22:15 եւ նրանց ասեց. ցանկանալով ցանկացա այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարվելուց առաջ։ Որովհետև ասում եմ ձեզ, թե սրանից հետո երբեք չեմ ուտի, մինչև որ կատարվի Աստծո արքայությունումը։ Եվ բաժակը առավ, գոհացավ եւ ասեց. առեք դրան եւ ձեր միջում բաժանեցեք, որովհետև ասում եմ ձեզ, թե որդի բերքից էլ չեմ խմի, մինչև որ Աստծո արքայությունը գա։ Հիսուսն ասեց. ուզում եմ իմ մտերիմների հետ
ուտեմ զատիկը, ուզում եմ ես հացից ու գինից ձեր հետ բաժնեկից անեմ, ուզում եմ իմ մարմինը ու իմ այրունը ձեզ հասանելի անեմ, ուզում եմ, որ վայելեք ինձ։ Դա չարեց աշխարհի մարդկանց հետ, դա չարեց նրանց համար, ովքեր իրան չեն ճանաչում եւ չեն հետևում, դա արեց այն մարդկանց, ովքեր լսում էին, ուզում էին իր խոսքը հասկանային եւ կատարեին։ Համաձայն ես իմ հետ։